Բարև ձեզ, Factor TV հյուրը Հայազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, ողջույն, պարոն Զուրաբյան։ Բարև ձեզ։ Ընտրություններն ընթառաջ քաղաքացիական պայմանագիրը նախ իր համար, նաև միգուցե քաղաքական դաշտի համար, ասես մշակույթ է առաջարկում չհայհոյել իրար, շատ կարճ կանոնագիրք է մշակվել, ինչ եք մտածում, արդյոք սա կբարելավի քաղաքական դաշտի որակը կամ մի քիչ եթե սադրիչ հարց տամ, դուք ձեզ զինաթափված զգում եք, չէ՞ որ եթե հայհոյեք Փաշինյանին կոպիտ խոսքեր ասեք, նա արդեն չի հայհոյելու ի պատասխան, այլ փաստահեն քննադատությանը ձեզ ենթարկելու։ Գիտեք, ես նման է նրան, որ ասենք Չիկատիլոն հայտարարեց, որ բանա, եկեք որոշ ժամանակաշրջան չզբաղվենք բանով։ Իսկ ով է Չիկատիլոն։ Չիկատիլոն հայտնի մի մանյակ էր սեքսուալ, որը ժամանակին սովետական միության ժամանակ շատ հայտնի հանցագործ էր, որը ասենք տասնյակներով մարդ, այսինքն ոչ միայն մանուկներ, բաներ եւ այլն, դե հիմա ով չգիտի, թող փնտրի։ Այդ նույնն է, որ մեկ ասա եկեք սրանից հետո մի հատ բռնաբարության բան մտցնենք էլի, այտենց դաթար մտցնենք։ Դա խնդալու է, ծիծաղելու է ուղղակի։ Ամեն դեպքում դրական քայլ չի իշխանության կողմից։ Լավ, հիմա ձեզ մի հատ դրական քայլ ցույց տամ, այդ նույն իշխանության կողմից։ Համոզեցի, կարճ ասած։ Բայց ես հələ համոզելու ընթացքում եմ գտնվում։ Ուրեմն հունիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը այս տարի է եղել, էլի, ախր բոլորի հիշողությունը բավականին կարճ է, էլի կներեք։ Նա ասենց ստատուս էր գրել, առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի X ամսաթվից հանրային քաղաքական հրապարակային դաշտում հայոյախոսությունը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք եւ անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի եւ միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ եւ այլն եւ այլն։ Ուրեմն չընդունվեց ոնց որ պարոն Զուրաբյանն է առաջարկում։ Չէ, այս մարդը ուրեմն ինքը խոստացել էր այդպես բան անի։ Բայց այդ երկար չտևեց, որովհետև ինքը չի կարա։ Ինքը իրան խեղդի։ Չի կարա։ Ինքը հայոախոս բաղծաշուրթ, ոնց որ ես ժամանակին ասացի, բանա, իր ամբողջ խարիզման, եթե տենց կարելի ասել, դրա վրա է հիմնված։ Ինքը այդ իր կառոնի բառապաշարն է, չէ՞։ Շինել, դոմփել, չգիտեմ ինչ եւ այլն եւ այլն։ Այս մշակույթը ինքն է բերել եւ ԿՊ-ն է բերել։ Սենց մշակույթ չի եղել։ Հայոախոսության, քֆուրի, քյաֆարի, չգիտեմ, ամենավերջին ստոր արտահայտությունների անբարոյական ձեզ կհիշեցնենք, ասեն, բա Արամ Մանուկյանի վրա ինչու ՀԿ իշխանությունը հարձակվեց։ Դե հիմա սխալ բաներ արել ու այնպես չի որ մենք շատ ոգևորվել էինք այն ժամանակ հակառակը ինչից չեք ոգևորվել։ Այդ իր արածից։ Ում արածից։ Դες չհասկացա ում անունը տվեցիք։ Արամ Մանուկյանի վրա հարձակվել էին, չէ՞, ծեծի են ենթարկել, բռնության են ենթարկել։ Եվ արտահայտության համար Սերժ Սարգսյանի հասցեին նկատի։ Եվ ասում եմ մենք չեք լսում, հա, ոնց է։ Չէ, ես ուզում եմ կգրեք, որ նորից լավ Ինչի համար կա, դե չէ, լավ, ես կարծում եմ մեր հանդիսատեսը շատ լավ հասկանում է։ Չէ, որ ասում եք հայոյախոսությունը։ Իսկ դուք հետո երկրորդ անգամ կնայեք այս հաղորդումը, կարծում եմ վստահաբար կհասկանաք։ Հայոյախոսությունը սրանք են բերել, նրանք ասում եմ ԿՊԱ-ները ձեզ կհիշեցնեն այդ պատմությունը, որ ձեր թիմից էլ է այդպիսի բան։ Չեն հիշեցնի։ Հետո մի հատ հիշեցնեն։ Չեն էլ հիշեցնի, որովհետև ես նորից բացատրեցի, որ այն ժամանակ էլ մեզ համար դա անընդունելի էր։ Ու դա երբեք չի եղել մեր ոճը։ Երբեք։ Բայց ձեր թիմից է եղել այդ հայհոյանքը, չէ՞։ Այսինքն այն քաղաքական ուժը, որ ես ներկայացնում եմ, իրականում, բա դուք կարող եք մի հատ բացառություն մեկի մոտ գտնեք, բայց դա երբեք չի եղել մեր ոճը։ Մենք դրա վրա չենք հիմնվել ու երբեք նման բաներ չենք ասել։ Ու դուք շատ լավ գիտեք դա, իդեպ։ Շատ լավ գիտեք, որ մենք շատ քաղաքավարի ենք եղել միշտ մեր քաղաքական բառապաշարում։ Դες փաստորապես ուղղակի պարոն Զուրաբյան, մասնավորապես հուսով եմ գիտեք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նման մշակույթ երբեք իրեն թույլ չի տվել
ես էլ երբեք թույլ չեմ Դե տվել։ օրինակ կնեք առաջին նախագահի հասցեն մեկ քննադատում են ասում են նախկին իշխանություններին թաթար, մոնղոլ նման արտահայտություններ էր անում ավազակապետ եւ այլն, հետո 21-ի ընտրություններում պատրաստ եք իրար հետ դաշինք։ Որ դուք շարունակում եք այդ բաները պնդել, ոնց որ թե բան իմաց լրագրող եք։ Հիշեցնում եմ ուղղակի։ Չէ, սխալ եք հիշեցնում, որովհետեւ նման բան չի եղել։ Ինքը երբեք մոնղոլ թաթար չի ասել, ոչ Սերժ, ինքը ասել է, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ձևը նմանեցնում է մոնղոլ թաթարական կառավարումը, որպես տիպաբանություն կառավարման, իշխանության տիպաբանություն։ Այդ դուք եք կամ չգիտեմ, հիմա որ շարունակում եք պնդել, դրա համար եմ ասում դուք դա վերածեցիք, որ մոնղոլ թաթար, ես չգիտեմ ինչ ասել, բայց չի եղել այդպես բան։ Եվ ստեղ ավելի կարևոր է դուք էլի փորձում եք շեղել թեմայից։ Գլխավոր թեման իշխանության պահվածքն է։ Նրանք խոստանում են չհայոյել, փաստերով քննադատել։ Օրինակ փաստով հնչեցնել ասել։ Ես էլ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի որևէ արտահայտած մտքի, խոսքի կշիռը անգամ եթե դա գրված է որպես փաստաթուղթ, հավասար է 0-ի։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ իրանք առաջին են խախտելու իրենց թուղթը։ Հայհոյելու են։ Իրենք առաջինը։ Հետո կներեք, մի հատ էլ սենց բան ասեմ, որ պարզ լինի, թե իրանք մտածածը ինչ է, որը իրանք չեն էլ կարողանալու պահել։ Իրանք մտածածը հետևյալն է։ Ասենք Ալեն Սիմոնյանը լկտիաբար ինչ որ լրագրողների շանլակոտ ասում, հետո այդ լրագրողներին, որոնք պատասխանում են մորապես նույն ոճով, մասկի շոուով, սպեցնազով, նվաստացնելով գալիս են տանում են եւ սկսում են հիմա միջև մա կալանավորված են։ Քաղբանտարկյալներ ո՞նց ալնում։ Բացի այն մեր եղած արդեն քաղբանտարկյալների մի ամբողջ աստղաբույլից, ասենք Սրբազանները 3, չգիտեմ, Սամվել Կարապետյանը, այդ բանակը հա լայնանում է։ Այսինքն իրանք ինչ են անում։ Իրանք ասում են մենք ձեր ազատ խոսքի իրավունքը կխլենք, իսկ մենք չենք հայհոյի, հա։ Բայց դուք եք հայհոյել, դուք եք սկզբնաղբյուրը հայհոյանքի միշտ դուք եք եղել։ Այս ամբողջ պատմությունը սկսած այդ Արշակ Սրբազանի, չգիտեմ, այդ կուսակրոնությամբ ով է սկսել։ Մենք եկեք հիշենք։ Մաքրում է եկեղեցին, պարոն Զուրաբյան, ինչու՞ ոչ։ Ինքը մաքրում է եկեղեցին Կճոյանի միջոցով։ Կճոյանը դարել է բարոյականության, մաքրության խորհրդանիշ, հա։ Ես չեմ կարող հակադարձել այդտեղ ձեզ։ Դուք ընդհանրապես չեք կարողանա հակադարձել որևէ հարցում, որովհետև այնպես փաստարկներ են, որ դրանց դեմ դժվար է հակադարձել։ Այսինքն 30 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ներկայացրել է այդ սրբազան բառն էլ չեմ կարողանում ասեմ Կճոյանին, Նավասարդա, հա։ Նավասարդ arczepiskopos Կճոյանը, այո։ Այդ մարդուն ներկայացրել եւ իրավամբ ներկայացրել է որպես բախտության, չգիտեմ, բանի ծոփ կյանքի այլասերվածության, անբարոյականության խորհրդանիշ, ու այսօր ինքը հայտարարել է, որ եւ անում է, ընդունում է այդ մարդուն, ողջագուրվում է այդ մարդու հետ։ Ինչու՞։ Որովհետեւ պետք է այդ մարդուն, որ 3 շաբաթ առաջ անվանել բան, Bentley են պահում, Սիրեկան են պահում, այտենց եկեղեցի մեզ պետք է։ Ուրեմն որպեսզի ինքը այսօրվա բարքերը եկեղեցում ներկայացնի, ինքը նկարագրում է Նավասարդ Կճոյանի պահվածքը, հետո իր հետ ողջակուրելով դանոսագրում բանի վրա։ Նպատակն արդարացնում է միջոցները։ Հիմա կարևորը Գարեգին երկրորդին հեռացնելն է, Նավասարդ Կճոյանը դրան կծառայի, թե ինչ որ մեկը ինչ տարբերություն պարոն Զուրաբյան։ Գիտեք, իմ պատկերացումները, չոր քաղաքականության իմաստով բավականին հաշվարկված է եւ 4 սառը դուք մտածում եք արժեքների հեղափոխությունը։ Ուրեմն հասկացանք, որ խնդիրը երբեք չի եղել եկեղեցու մաքրությունը, պղծության դեմ պայքարը, որովհետեւ այդ ինչ ստանդարտներ են։ Քարամյանի պատմությունը գիտեք, հա։ Հա։ Այդ նույն կուսակրոնությունը խախտած մարդուն, ընդ որում ստեղ արդեն մենք ունենք մեր աչքի առաջ ապացույցը։ Իդեմս ժամանակին
այդ բանի քննչական բանի կոմիտեի նախագահի։ Ունենք, չէ՞։ Ունենք այդ ապացույցը։ Եվ այդ մարդը, որը գուսակրոնությունը խախտել է, երկրորդ աջակից մարդն է։ Երկրորդ, այսինքն Կճոյանի հետ կողքը կանգնած է նա։ Էս ինչ է, էս ինչի մասին է խոսում։ Այսինքն Բայց եթե դու պայքարում ես գուսակրոնության խախտման դեմ, դու ինչ ես այդ մարդու հետ ընդհանրապես ողջագուրվում։ Ես քպականին այդ հարցը տվել եմ, ասում են հիմա օրակարգում Գարգին երկրորդի հեռացման հարցն է, չկա օրակարգում այդ հարցը։ Իրանք ասում են մենք անբարոյական ենք միջև վերջ։ Մեզ համար ոչ մի սրբություն չկա։ Չէ, ոնց, իրանք պատասխանի ենթատեքստը դա է։ Որ մենք անբարոյական ենք, մեզ համար ոչ մի բան նշանակություն չունի։ Ինչ էլ ասում ենք, դա մեզ համար սկզբունքային չի։ Մենք իսկապես նպատակը արդարացում է բանը միջոցները, մենք ինչ ամենաանբարոյական միջոցները կկիրառենք։ Կրեք, բայց ընդդիմության այսպես երկդիմի ձեռքն էլ չի երևում։ Այդ ձեր ասած 3 շաբաթ առաջ, այս 10 արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների մասին մի թթու խոսք անգամ ընդդիմության շարքերից չկար, հենց նրանք կաթողիկոսի հրաժարական պահանջեցին, դարձան Հիմա ես ձեզ հարցամ։ Մեղքեր գործող։ Դա մեզ վերաբերվում, հա։ Ես ձեզ չեմ կարող ասել, չէ, ես չեմ կարող։ Ձեր երեսով չեմ կարող տալ։ Դե հիմա ուրեմն իմացեք մեր դիրքորոշումը այդ հարցում։ Որովհետև մեզնից դուք դες բան չեք լսել։ Մենք ոնց ինչ ասել ենք ժամանակին, դες էլ շարունակենք։ Ես ձեր մասին գիտեի, ասեցի ամենասկզբում էլի, հայհոյանքի պահով։ Հա, դարձրիք հոռոմի չգիտեմ ինչ, այդ մի դեպքը։ Դե ամեն դեպքում հիշողությունը նրան բան չի բազում։ Չէ, չեմ կարծում, որ արժի տենց մանր պրիոմներով հատադարձել։ Չէ, դե պետք է հիշեցնել յուրաքանչյուր քաղաքական ուժին իր անցյալը, վատ չի։ Հիշեցրու, բայց խնդիրը հետևյալն է, դուք բանը անհամեմատելի բաներ եք դնում նույն հարթության մեջ։ Այսի խնդիրը, բանը ինքնանպատակ եք անում դա։ Բայց ես հիմա խոսեմ շատ կոնկրետ բանի մասին։ Մենք չենք մեղադրում բանին այս պահին։ Դա մեր գործը չի, մենք բարոյականության խնդիրների մեջ չենք մտնում։ Չենք մեղադրում այս 7-8 սրբազանին նրա մեջ, որ իրանք ասենք եղել են անբարոյական կամ եւ այլն, որտեվ մենք ինչպես մնում ենք մեր դիրքի վրա, որ մենք չպետք է միջամտենք եկեղեցու գործերին, այնպես էլ շարունակում ենք մնալ։ Բայց խնդիրը հետեւյալն է։ Բարոյականության հարցում մենք բոլորս կարող ենք շատ տարբեր հայացքներ ունենալ։ Չէ՞։ Մեկի համար կուսակրոնությունը պրոբլեմա, մյուսի համար չի, երրորդի համար, չգիտեմ, 1000 մի հանգաման բանը մեղմացիչ հանգամանքներ կարող են լինել եւ այլն եւ այլն։ Դրա համար կա եկեք բոլորս հասկանանք, կա մի չափանիշ։ Ես ասում եմ, դա քրեական օրենսգիրքն է։ Քրեական օրենսգիրքը դա մեր ազգային հավաքական պատկերացումն է բարոյականի մասին, այսինքն ինչը կարելի է, ինչը չի կարելի անել, հասկանում եք։ Հիմա ես այդ մարդկանց արարքը, ոչ միայն այդ մարդկանց, այլ Նիկոլ Փաշինյանի քննչական կոմիտեի արարքը դիտարկում այդ բանի մեջ, այդ հարթության մեջ։ Հիմա եկեք շատ պարզ բան անդրադառնանք քրեական օրենսգրքի շատ կարևոր մի հոդվածի, որը կոչվում է հետևյալ ձևով, որ 204 հոդվածն է, կոչվում է անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը։ Քրեական օրենսգիրքը սա քրեորեն պատժելի արարք է համարում, մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը, կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը, կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը եւ պահելը։ Սա քրեորեն պատժելի արարք է։ Նկատունակ այդ տեսանյութի կամ անձնական տվյալների հրապարակումը երեխա ունեն։ Ով է առաջինը սկսել խախտել։ Այսինքն սրա մասին։ Հիմա նայեք, Արշակ Սրբազանը շատ հստակ ասելիսում ասաց, ես կապ չունեմ այդ կադրերի հետ, դա ինձ դա չի էլ հետաքրքրում, որովհետև քրեորեն պատժելի արարք, անգամ եթե դա ճիշտ է, դա չի։ Դա քրեորեն պատժելի արարք չի։ Եվ եթե պետք է հետաքրքրի, ասենք, եկեղեցականներին, պետք է հետաքրքրի իրանց ներքին կարգ ու կանոնի կոնտեքստում։ Այկնեք կաթողիկոսի հրաժարականի պահանջը 10 հոգու կողմից այդտեղ եկավ, երբ որ նա Իսկ ինչի վրա է հիմնված այդ պահանջը? Առողջինչ ճանաչեց ինչի վրա է հիմնված? Հիմնված է նրա վրա, որ կաթողիկոսը ըստ էության ըստ այս մարդկանց բավարար չափով ճիշտ չի արձագանքել
հանձնախմբի եզրակացությանը։ Իսկ հանձնախմբի եզրակացությունը ինչ հանձնաբան է։ Մոտավորապես կոնտեքստը այն էր, որ Չէ, պետք է հեռացնել հանձնախմբի դուք ասացիք հանձնախմբի եզրակացություն, դուք աղավաղում եք հիմա։ Չէ, ի՞նչն եմ Կարող ակամա։ Չէ, Որովհետև հանձնախումբը ստացել է ուրեմն փորձագիտական եզրակացության քննչական կոմիտե։ Ուրեմն Եվ ասել է եկեղեցուց հեռացնենք մինչև հասկանանք ինչ է տեղի ունենում այս մարդուն կաթոլիկոսն էլ չի Դե լսեք մինչև վերջ։ Ուրեմն մենք խոսքը գնում է ոչ թե հանձնախմբի եզրակացության մասին, ինչպես դուք ասացիք, այլ խոսքը գնում է քննչական կոմիտեի կողմից պատվիրած փորձագիտական քննչական Դե որ 2 րոպե համբերեք, կտեսնեք, որ ստեղ կատարվում է քրեական հանցագործություն։ Ոնց։ Հետ եմ ասում, համբերեք կասեմ։ Ասեք։ Ուրեմն մենք հասկանում ենք, չէ՞ որ այն ինչ որ այդ տեսանյութում ներկայացված է, անկախ դրանից դա ճշմարտությանը համապատասխանում է, կեղծ է, թե ճիշտ է, դա մասնավոր ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություններ են։ Ճիշտ է, որոնք պահպանվում են իդեպ որի անձեռնմխելիությունը պահպանվում է մեր համացությամբ եւ քրեական օրենսգրքով։ Համաձայն եք դրա հետ։ Հա։ Հիմա դուք գիտեք, որ ասենք ոնց կարող էր քննչական կոմիտեն եզրակացություն կատարել դրա մասին։ Դուք գիտեք, որ դրա համար պիտի վարույթ հարուցվեր։ Գիտական աշխատանք պետք է արվեր, առնվազն իդենտիֆիկացնել։ Էլի չգիտեք, քրդատը չեք ճանաչում։ Քրդատը կներեք, որ իրավաբան չեմ Դե ես հիմա դրա համար ստեղ բացատրում եմ։ Ուրեմն ըստ քրդատի որևէ փորձագիտական, մասնագիտական եզրակացություն քննչական կոմիտեն կարող է ուզել, եթե ինքը կոնկրետ վարույթ է հարուցել ինչ-որ կոնկրետ գործով։ Եվ այդ փորձագիտական քննության արդյունքները իրավունք ունի տրամադրել բացառապես ընդգրկված այդ վարույթում ընդգրկված կողմերին։ Գիտեք դրա մասին։ Այո։ Հիմա հարց. ո՞նց է այդ փորձագիտական հլնայք ինչ աբսուրդ է, ուրեմն իրենք հարուցել են գործ 204 հոդվածով։ Այսինքն իրենք իբր թե հետաքննում են, թե ով է այդ հանցագործությունը կատարել Արշակ Սրբազանի նկատմամբ։ Այո։ Ով է նկարել եւ հրապարակել։ Անկախ նրանից ճիշտ է սխալ է, ով է այդ տեղեկությունները ստեղծել, տարածել եւ այլն եւ այլն։ Այդ է բանը քննության ամբողջ բովանդակությունը։ Ընթացքում չգիտես ինչու իրենք կարող են ուղարկեն փորձագիտության, որ հասկանան դա ճիշտ է, սխալ է եւ այլն։ Հետո այդ փորձագիտության բանը, փորձագիտական եզրակացությունը իրենք պետք է տրամադրեին Արշակ Սրբազանին, եթե նա ուզում էր դա։ Նա էլ չի ուզում, որտեվ համարում է, որ իր հետ գործ չունի։ Ինչ են անում իրանք։ Քննչական կոմիտեն խախտելով քրդատը այդ տեղեկությունը տրամադրում է Վազգեն Միրզախանյանին։ Այդ դավաճան սրբազաններից մեկին։ Հիմա ինչ հետաքրքիր բան ալու։ Նախ իրենք իրավունք չունեին Վազգեն Միրզախանյանին տրամադրել իրենց այդ քննության վարույթում հայտնված գործի փորձագիտական իրավունք չունեն։ Դա խախտում է քրդատի։ Երկրորդը, այդ արարքով իրենք կատարում են նույն քրեական օրենսգրքի այհինոր իմ մեջ բերված 204 հոդվածի խախտում, որովհետև առանց որևէ իրավունք սահմանված, առանց օրենքով սահմանված կարգի եւ առանց համաձայնության այդ անձի, ում վերաբերվում են այդ տեղեկությունները, այդ տեղեկությունը տրամադրվել է կողմնակի անձին։ Այսինքն դուք հասկանում եք ինչ է, Նիկոլ Փաշինյանը քննչական կոմիտեն դարձրել է իր դուքյանը։ Իրանք այդ բանի առաջ էին կանգնած, այդ հանելուկը ոնց լուծեն, որտեղ իրանք պետք է մի կերպ օգտագործեն դա Արշակ Սրբազանի հետ։ Գիտեն, որ դա քրեորեն պատժելի չի, բայց դրան պետք է տալ իրավական հետևանքներ։ Ոնց անենք, ուրեմն օրենքի խախտումով հանում ենք դա տալիս ենք։ Ընդ որում դրա վրա ես շատ մեծ կասկածներ ունեմ այդ փորձագիտական եզրակացության վրա, բայց օրենքի խախտումով հանում են տալիս են Վազգեն Միրզախանյանին, Վազգեն Միրզախանյանը դա տալիս է 7 այլ սրբազանների, իրենք հետո դրա վրա հղում կատարելով հրապարակայնացնելով գնում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Այսինքն ի՞նչ է կատարվում։ Կատարվում է խմբակային խախտում 204 հոդվածի, որի մեջ ընդգրկված է քննիչը, քննչական կոմիտեն քննիչը, որը ի պաշտոնե կոչված էր այդ հանցագործություն բացահայտելու, ոչ թե այդ նման հանցագործություն կատարելու։ Իսկ ինքը ոչ միայն չի բացահայտում այդ հանցագործությունը, ինքը կատարում է, ինքը ավելի է
խորացնում։ Գնանք, բայց կաթողիկոսի ստեղծած հանձնախումբն է պահանջել քննչական կոմիտեից։ Ով ուզում է Հիսուս Քրիստոսը Պետք է հասկանալ, ուղղակի չիմքերով են պահանջել։ Ուզում է Հիսուս Քրիստոսը պահանջել, ուզում է Հռոմի Պապը պահանջել, քրեական այդ բանը քննչական կոմիտեն իրավունք չունի իր վարույթում գտնվող գործի փորձագիտությունը տրամադրել իրենց կողմնակի անձանց չունի, որովհետև նորից եմ կրկնում սահմանությամբ եւ օրենքով ընտանեկան տեղեկությունների բան կա, քրեորեն պատժելի արարք չկա, այ այդ բանի վրա եմ ուզում, ինչ որ մարդիկ ասում են ախպեր կարող է հանցագործություն կատարել Էփշտեյնի ֆայլեր են, բաներ են եւ այլն, սրանք չեն հասկանում, որ սահմանությունը ոչ թե ցանկացած ընտանեկան ու մասնավոր կյանքի տեղեկություն է պաշտպանում բանից տարածելուց։ Ոչ, նրանք որոնք քրեորեն պատժելի չեն, եթե քրեորեն պատժելի բան է, դա լրիվ ուրիշ խնդիր է արդեն, որովհետև դա արդեն հանցանքի բան է, պարտակում է։ Գնեք, բայց չեք կարծում, որ չի կարողանում եկեղեցական վերնախավը իր ներսում այս խնդիրը լուծել, ավելին այդ լուծելու փորձը բերում է վերնախավի Ես կարծում եմ, այստեղ տեղի է ունենում ոչ թե եկեղեցու ներսում ինչ որ պայքար, այլ տեղի է ունենում բիրտ ապօրինի հակասահմանական միջամտություն իշխանության կողմից Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը այդ հերձվածը ձեր ասած ստեղծում է։ Ինքը կիրառելով իր լծակները, բանի այդ քննչական կոմիտեները, չգիտեմ, հազար մի հարկային, այդ ասենք դուք գիտեք, չէ, որ ասենք, չգիտեմ, Աբրահամը, բանի Վայոց ձորի, ասենք ամենամեծ սեփականատերու ձեռնարկատերից մեկն է Վայոց ձորում։ Հասկանում եք, այդ 7-8 հոգին, դրանք ամենախոցելի մարդիկ են, բարոյականության, չգիտեմ, բանի այդ հարկային եւ այլն ձեռնարկատիրության առումով, որոնց մի կերպ ճարել են, որ այդ մարդկանց վրա լծակները ճնշելով առաջացնեն այդ ձեր ասած հերձվածը, առաջացնեն ճնշում վեհապարի վրա։ Դե Փաշինյանը ճիշտ է։ Եկեղեցում կան բիզնեսմեն, հոգևորականներ եւ հենց նրանց հարցերը։ Թող դրանց, թող պատժեր, թող կճանին։ Այդքան 30 տարի քֆրտել ես Նիկոլ այդ մարդուն։ Իր արարքների համար Bentley, ինչ ասել ես։ Այդ տաներ իր պատժեր։ Այդ եթե տենց աներ Կաթողիկոսին հեռացնելուց հետո միգուցե անցնեն նրանց բանը։ Չէ, ինչ է նշանակում։ Կաթողիկոսը հարց քրեորեն պատժելի արարք արել է, անգամ եթե հավատանք իրանց ասածներին։ Արել է։ Չէ, բայց եկեղեցիական կանոնը խախտել։ Քրեորեն պատժելի արարք արել է։ Բայց Փաշինյանը այստեղ հանդես է գալիս որպես քրիստոնյա, պարոն Զուրաբյան, որը հարցադրում է անում հոգևոր առաջնորդի Ես հուզվեցի։ Այո։ Ես հուզվեցի։ Այո, դուք տեղի։ Ես հուզվեցի։ Շատ ներողություն։ Նա ամեն շաբաթ Կիրակի գնում է եկեղեցի, աղոթում է։ Հա, այդ բարեպաշտությունը իր մոտ 30 տարի է բացարձակապես չի հետաքրքրվել եկեղեցով, մեկ էլ այդ բարեպաշտությունը իր մեջ արտնացավ, հա։ Նա ավելի ում է կլոուն է, ինչ է, մեզ հիմարի տեղա դնում, այս հասարակությանն է հիմարի տեղ դնում։ Միշտ հիշում եմ Մատթեոսի ավետարանը։ Զգուշացեք այն գայլերից, որոնք գալիս են ոչխարի հագուստով։ Այս է։ Ուրիշ բան չի անում Փաշինյանը, հասկացեք։ Փաշինյանը ուղղակի փարիսեցիական, ձևական, մեկ էլ դարել է ամենամոլի բանը, հա, քրիստոնյան։ Ամեն օր սաղմոսներից է խոսում, չգիտեմ, ինչերից է խոսում։ Բացարձակ ձևականություն, կռապաշտություն, չգիտեմ, եւ ուղղակի խաբեություն։ Կներեք, չկա տենց բան։ Պարոն Զուրաբյան, ամեն դեպքում չեք կարծում, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է։ Չէ, հիմա չէ, բայց այս բանը ֆիքսեք։ Այս բանը մի հատ արձանագրենք էլի, հասկանանք։ Ամենամեծ հնարքը, որ հիմա փորձում են անել, խոսակցություն տանում են բարոյական հարթություն։ Բարոյական հարթությունը այնքան բան է, սենց եթե չափանիշներ չունես հստակ, այնքան հեղեղուկ բան է, մեկի համար դուք եկեղեցական կանոններն եք դեմ գնում կուսակրոնության ուխտի խախտմանը։ Այդ ուրեմն սենց, եթե դուք հարգում եք այդ կանոնադրությունը, այդ կանոնադրությունը նախատեսում է ձևեր այդ ամեն ինչի դեմ պայքարելու։ Հասկանում եք, եւ ուրիշ ձև չկա պայքարելու։ Այսինքն պետությունը իրավունք չունի
10 հոգին պայքար են սկսել, պարոն Զուրաբյան։ Ներսից մաքրվում է եկեղեցին։ Դուք չեք լսում, հա ինձ։ Չէ, ես լսում եմ, ուղղակի Ես ձեզ բացատրում եմ, որ այս 10 հոգուն բան են արել, ներգրավել են իրենց միջամտության մեջ։ Լավ, միջև 10 հոգու ապստամբելը, միջև 10 հոգու ապստամբելը։ Այս ամեն ինչը սկսել է մայիսի 30-ին։ Թե ավելի շուտ, չէ, հիմա չեմ հիշում։ Երբ որ այդ դոմփելու մասին ստատուսը գրեց Փաշինյանը, այն ժամանակ ոչ մի ապստամբ, ոչ քահանա, ոչ եպիսկոպոս, ոչ մաչկա, այսինքն նման հարց չկար եկեղեցու ներսում։ Այդ հարցը առաջացրել է վարչապետ Փաշինյանը ոչ բարով հերով։ Ինքն է առաջացրել։ Ինքն է ասել, որ բան եմ անելու, չգիտեմ, գրավելու եմ վեհարանը, ազատելու եմ վեհարանը, չգիտեմ, նշանակելու եմ 10 հոգի, որը կընտրի ժողովրդական կաթողիկոսին, այդ 10 հոգուն էլ կընտրեմ իմ հոգու աչքերով։ Մոռացել եք այդ բաները։ Պարոն Զուրաբյան, Այսինքն ով է սկսել դա։ Ով է սկսել։ ես Չուլանների ելույթն եմ հիշում կառավարության։ Հա, այդ լավ է, էլի, մտա եկեղեցի Չուլանի։ Կարևոր բաները հիշեք, ոչ թե այն անկարևոր բանը, որը իսկ բան այն մեր զորեցի սկզբում հիշեցիք։ Պարոն Զուրաբյան, երբ որ հերթական ռումն է պայթումների քաղաքական դաշտում, ինձ միշտ հետաքրքրում է չոր արդյունքը ինչ է մնալու։ Եկեք այս մնալու է հետևյալը։ Բայց եկեք հարցը Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ արձանագրվելու է առայժմ այս բանը, որ Փաշինյան Նիկոլը խախտելով սահմանությունը, օրենքները 1700-ամյա բանի այդ եկեղեցու կանոնադրությունը եւ ինքնավարումը հերձված առաջացրեց մեր եկեղեցու ներսում, այսինքն ու արեց բաներ, հենց չգիտեմ, ինքը կարող է գնա այնքան հեռու, ինչքան ասենք կաթողիկոսն էլ ձերբակալի կամ կալանավորի։ Կգնա դրան կարծում եմ։ Գիտեք, այն ինչ որ միջև մարել է, ասենք Սուլտան Աբդուլհամիդը չի արել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Չի արել այդպես բաներ։ Կարծում եք կաթողիկոսը այնքան մաքուր է, որ նրա դեմ քրեական գործ անհնար կլինի սարքել գոնե։ Քննիչի ձեռքը կգնա գործ սարքելու։ Այդքան մաքուր է։ Սարքել ամեն ինչ էլ կարա։ Օրենքին վրա ես չեմ պատկերացնում իր քրեական գործը։ Հանգիստ եղի, հենց որ վտանգ ներկայացնես բանին Փաշինյանին 2 վայրկյան այդ գործը չի սպասի։ 2 վայրկյան։ Լավ, բայց չոր արդյունքի տեսանկյունից, պարոն Զուրաբյան, չի ստացվում, որ վարչապետին հաջողվում է ընդդիմությանը զրկել հայ առաքելական եկեղեցու քաղաքական աջակցությունից, եթե կարիք կա բացատրեմ ինչ աջակցության մասն է, եթե չկա, անցնենք առաջ եւ մնալ 26-ի ընտրություններում Քոչարյան, Սարգսյան, միգուցե նաեւ ձեր թվի հետ մենակ Արման Թաթոյանը ասում էր, որ այս իշխանությունը սնվում է նախկին նախագահների համակարգից իրար ապրեցնում են եւ ըստ էության հաղթել ընտրությունը։ Մարտիկ ում հաղթել է 1.18 թվին, 1.21 թվին։ Ну, հաղթանակի մասին դեռ վաղ է խոսել բարի ընտրություններում, բայց որ իշխանությունը կիրառելով ապօրինաբար սահմանության խախտումով բոլոր այս լծակները, բոլոր այս քնչական մարմինները կիրառելով եկեղեցու դեմ ու այս բոլոր անարդարությունները անելով կարող է լուրջ արդյունքի հասնել, իհարկե կարող է։ Ինչքան վախկոտ, կաշառվող քահանա կամ եպիսկոպոս կա, անցնելու են Փաշինյանի կողմը։ Իհարկե, հենց այդպես է լինելու է։ Իրականում ինքը ապականում է հայ առաքելական եկեղեցին։ Եթե միջև էլի չեմ ասում, հա, ինքը կատարյալ չի եղել, 1000 անգամ քննադատել ենք, շատ լավ էլ հասկանում ենք, ինչա շատ դեպքերում այդ բարքերը մեզ էլ կարող են իսկ որ եկեղեցին է այտենց լավ ասենք Հռոմի կաթողիկ եկեղեցին բանա բարքերի փայլում է բարքերով։ Չէ, բայց տեսեք, մեր եկեղեցիականները պետք է իրենց ներսում այդ հարցելուց, այն թույլ չտային, որ իշխանությունը մտներ։ Երբ որ դու անընդհատ դիմադրում ես, հերքում ես խնդիրների գոյությունը։ Հիմա ես այս օրինակը հենց այնպես չբերեցի։ Օրինակ կաթողիկ եկեղեցին, հա, այնտեղ Ավստրալիայում, Ամերիկայում բազմաթիվ դատավարություններ եղան, այն եպիսկոպոսների նկատմամբ, ովքեր օրինակի համար սեռական բաներ են, ոտնձգություններ են կատարել մանկանց նկատմամբ եւ այլն եւ այլն։ Այ եթե տենց բան աներ մեր իշխանությունը, ես կծափարեի, կողջունեի, որովհետեւ այդ դա կլիներ բան։ Ինչի՞։ Որովհետեւ դա այն ոլորտն է, որտեղ իշխանությունը իրավունք ունի իրավունք չունի չմիջամտելու, իրավունք ունի միջամտելու։ Դա իրավական, դա քրեորեն պատժելի արակներ են, եւ դու դա պետք է բացահայտես։ Հիմա տեսեք, ինքը քրեորեն պատժելի արարք չի գտնում ոչ վեապարի դեպքում, ոչ
Արշակ Սրբազանի դեպքում նորից եմ ասում, անկախ նրանից մեղադրանքը ճիշտ է թե սխալ է, ինքը քրեորեն պատժելի չի։ Հետևաբար պետությունը իրավունք չունի միջամտելու։ Պետությունը իրավունք չունի չմիջամտելու, եթե խոսքը գնում է քրեորեն պատժելի արարքի մասին։ Բայց Քրիստոնյա Փաշինյանն է միջամտում, պետությունը չի միջամտում։ Իրավունք չունի, ասում եմ, վարչապետը մի քանի օրենքներով արգելված է կառավարության վարչապետը։ Բայց դա դիմակը վարչապետը։ փոխում է, պարոն Զորաբյան։ Հա? Վարչապետի դիմակը հանում է դնում է մյուս կողմ, Հասկացա, Քրիստոնյա մանկապարտեզ, հա։ Փաշինյանի։ Ու դուք էլ համոզվում եք, հա, ձեզ դա բան անում։ Չէ, Ես էլեմենտար բան եմ ասում։ դրսևորումն եմ Սա 441 հոդվածի խախտում է քրեական օրենսգրքի։ Այն ինչ որ անում է Փաշինյանը։ Բարձ ձևով բացատրում եմ, խի։ Որովհետև 441 հոդվածը վերաբերվում է պաշտոնական լիազորությունների գերազանցմանը, չարաշահմանը։ Այսինքն դա ինչ է, այդ հոդվածը որ դեպքում է գործում պետական պաշտոնյաների վրա։ Երբ որ նրանք իրենց լիազորություններից դուրս որոշումներ են կայացնում, որոնք ունենում են հետևանք, արդյունք, բանի վրա, ասենք մարդկանց ճակատագրերի եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա այս հոդվածը կարող է բանա, դրանց օդի մեջ կախված հոդվածը ու ինքը չպետք է կիրառվի։ Սա հոդվածը հենց այս դեպքի համար է, որովհետեւ վարչապետը իրավունք ունի անել այն, ինչ որ իրան լիազորում է սահմանությունը եւ օրենքները։ Ինքը ունի ինչ որ շրջանակներ, որից դուրս չի կարող գալ։ Իսկ եթե դուրս է գալիս, դու գործ ունես քո աչքի առաջ ծնվող դիկտատորի հետ, որտեվ եթե հասարակությունը այն պահին, երբ որ քո վարչապետը դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից ու ասում է, որ ես պետք է իմ բաներով աչքերով, հոգու աչքերով կաթողիկոս ընտրեմ, որի լիազորությունը ինքը չունի, իրան չի տրված դա 441-ի հոդվածի բան է։ Երբ որ իրան բերում են սեփականատիրոջ փաստաթղթերը Հովանավանքի կադաստրով, բանով եւ այլն, որ դա հայ առաքելական այսօր գործող եկեղեցու բանն է, սեփականությունը։ Ինքը պետք է կանգնի սեփականատիրոջ իրավունքի պաշտպանության գործին, ոչ թե բռնի զավթիչի թիկունքը, ինչը ինքը արեց, որ կարգալույց քահանայի ապահովեց մուտքը ներխուժումը իրականում, եթե մենք իրավական տերմիններով խոսանք, այդ պատարակի ժամանակ։ Այսինքն, ինչ ես դու տեսնում ես մի հատ վարչապետ, որը ամեն քայլափոխին խախտում է իր լիազորությունները։ Հիմա նայեք, մենք մի հատ հավաք արեցինք, իմ գլխավոր մեսեջը այդ հավաքին դա էր, իդեպ բավականին ներկայացական, իրավապաշտպան, լուրջ հեղինակավոր կազմակերպություններ էին ներկա, քաղաքական ուժեր, մտավորականներ եւ այլն։ Այնպես մի հատ լայվ սպեկտր էր, որ ես էլ զարմացա, որ այդքան մարդ ընդունեցին այդ բանը։ Բայց ինչի ես նաեւ հասկացա, ինչի ընդունեցին, ինչի այդ համախմբումը եղավ։ Որովհետեւ բոլորը հասկանում են, մենք ոչ թե հայ առաքելական եկեղեցուն ենք պաշտպանում, ոչ թե վեհապարին ենք պաշտպանում։ Մենք պաշտպանում ենք մեր Հայաստանի Հանրապետության հասարակությունը, հանրությունը, մեր պետությունը բանից, այդ ծնվող դիկտատուրայից։ Մենք պաշտպանում ենք, մենք չենք ասում այդ բանը, մենք վեհապարի թիկունքին ենք։ Ոչ։ Մենք ասում ենք մենք մեր օրենքների, մեր սահմանության թիկունքին ենք կանգնած։ Չի կարող, ամենամեծ վտանգը էս է, եթե մեր հանրությունը իր մեջ այդ իմունիտետը չգտավ, այդ պատրաստակամությունը ընդվզելու վարչապետի ոտնձգությունների դեմ, դա նշանակում է մենք կամաց մտնելու ենք դիկտատուրայի մեջ։ Ու իրենք բոլոր գաղափարախոսական հիմքերը այդ դիկտատուրայի դրել են։ Ինչ են ասում, իրական այս ամեն ինչը արդարացում են, չէ՞։ Իրանք ասում են, լավ ենք անում, օրենքները խախտում ենք, ոնց պայքարենք հիբրիդային պատերազմում։ Սրանք սա ԿԳԲ-ի ագենտներ են, վեհապարից սկսած եւ այլն եւ այլն։ Ով մեր դեմա ԿԳԲ-ի ագենտ է։ Այս դարել է իրանց լոզունգը։ Իրանց կարելի է գնալ գցնել Պուտինին, չգիտեմ, ողջագուրվել, ինչ որ կոմպլիմենտներ ասել եւ այլն։ Իրանց դա կարելի է։ Իրանք բայց երկրի ներսում իրանք կարան բոլոր իրանց օպոնենտներին հրճակեն բանի Պուտինի ագենտներ եւ պայքարեն։ Մի քիչ շիզոֆրենիա, մի քիչ էլ այնա ինչ որ դուք ասում եք, դե 4 բանա, քաղաքականությունն է, կարևոր արդյունքն է։ Հետո բականերեք, եթե այդ քաղաքականության արդյունքում կհաղթեն, պարոն Զորաբյան։ Չէ, բայց 4 արդյունքը դա է։ Չէ, բայց մի րոպե։ Այդ որ ասում են հիբրիդային պատերազմ, Պուտին ազատվենք Ռուսաստանից, բան։ Այդ ամեն ինչի բանը արժեքային
հիմնավորումը ո՞րն է, որ Ռուսաստանը ավտորիտար, չգիտեմ, Ռուսաստանը ազդեցություն ունի եկեղեցու վրա օրինակ։ Չէ, որ չէ, ես հիմա եկեղեցի մի կողմ դրեք։ Որ ընդհանրապես sense մշակութային առումով մենք տարբեր ենք, քաղաքական տարբեր, այսինքն որովհետև մենք ընտրում ենք ժողովրդավարության ուղին, չէ, իսկ Ռուսաստանը կոռումպացված, ավտորիտար երկիր է, որի ազդեցությունից մենք պետք է ազատվենք, որ մենք մտնենք ժողովրդավարության, չէ, էսա չէ, գաղափարախոսական հիմքը։ Օրինակ դուք ինչ եք բանանում, աջակցում եք ամեն ինչին։ Ենթադրում եմ, որ մտածում եք, որ դա տանում է մեզ դեպի ժողովրդավարություն, չէ։ Բայց հիմա հարց. Եթե հանուն ժողովրդավարության այդ վերջնական նպատակի, եթե ժողովրդավարության դրոշը վերցնելով դու բոլոր օպոնենտներից ոչնչացնում ես, որովհետև իրանք ժողովրդավարության թշնամիներ են ըստ քեզ, առանց ապացույցների, դու ասում ես գնում ես առաջ։ Մենք հայտնվում ենք ժողովրդավարության մեջ, այսօր մարդկանց տանում են, ասենք, մի ֆրազի համար։ Լսում եք։ Այսօր Սամվել Կարապետյանը մի ֆրազա ասել, մեր ձևով կպայքարենք։ Այդ մի ուրիշ ոչ մի մեղադրանք հենց չեն կարողանում սարքել։ Այդ ուրեմն դատավորը որոշում ընդունեց, որ կալանքը չի կարող այդ դրա հիմքի վրա դնել, որովհետև ներկայացված փաստերը չեն հատում կասկածի բանը, շեմը։ Այդ ինչ է նշանակում։ Նշանակում է իրանց դատավորը անգամ չի կարողացել այդ փողերի լվացման համար ինչ-որ բան ասի, որովհետև չկա փաստ։ Այսինքն միակ հիմա հիմքը, որով իրան դատավորի որոշմամբ պահում են կալանքի մեջ, դա այդ մեր ձևով ֆրազն է։ Պարոն Զոհրաբյան, մի նորություն եղավ, թե չենք կարող այսպես բովանդական առումով հիմա քննարկել, կառավարության կայքում հրապարակվել է բանակցային գործընթացի մասին փաստաթղթերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներ 2016 թիվ փակագծերում 2019-ը վարչապետու տեխնացու Սերժ Սարգսյանի հայտարարությունները ազգային ժողովում Կրակովի փաստաթուղթ, սրանք ֆայլերի անուններն են, Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներ 16 թիվ, ՌԴ փաթեթային առաջարկներ, Կազանի փաստաթուղթ, Մադրիդյան սկզբունքներ, Մեղրի եւ Ղարաբաղի փոխանակման տարբերակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համապարփակ առաջարկներ, ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը Լիսաբոնի համաժողովին, գագաթնաժողովին, Բուդապեշտի գագաթնաժողովի հայտարարություն, ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևեր, սրանք ֆայլերն են։ Հա, այն ինչ որ վերաբերվում էր իդեպ 90-ական թվականներին, այդ փաստաթղթերը բոլորը հրապարակված են, այսինքն իրանք հրապարակային փաստաթղթերն են հրապարակել։ 2016 եւ 2019 ինչ որ, հա, բայց ամենակարևորը բանը էլի բացակայում է։ Եթե ես ճիշտ հասկացա, ձեր համենայնպես ձեր նշված բանը չկա։ 2019-ի առաջարկն էլ կա։ Գրած 2016։ Դուք հիշում եք մենք ինչ ենք պահանջել Նիկոլ Փաշինյանից։ Այո, 2019-ի առաջարկը հրապարակել։ 2019-ի պլանը։ Սխալ եք հիշում։ Որը, ասեք, ես դա եմ հիշում։ Դե դա մասը սխալ եք հիշում։ Ես անսխալական չեմ, նորմալ է որ սխալ։ Ոչինչ, նորմալ է։ Մենք պահանջել էինք հրապարակել 2019-ը։ Բայց էլ եմ ընդունել։ Լսի, բայց միջև վերջը Քեզ սխալ եմ հանում, դու վերջ լսի։ Հասկանում եմ ներվայրանում ես, բայց գոնե մի անգամ անեք։ Ուրեմն մենք պահանջել ենք հրապարակել 2019 թվի առաջարկը եւ այդ եւը մոռացել եք, էլի։ Եվ Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատասխանը այդ առաջարկին։ Դա չէի հիշում, անկեղծ ասեմ։ Հա, ընդ որում մենք դա միշտ շեշտել ենք։ Ինչի՞ չեք հիշում, չգիտեմ։ Մենք ասել ենք բոլոր պլանները ներկայացված պլանները եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատասխանները այդ պլաններին։ Օրինակի համար 97 թվի փուլային փաթեթային հրապարակված են, ինչպես նաեւ հրապարակված են մեր պաշտոնական պատասխանները։ Եվ դրա վրա մենք կարողանում ենք վերլուծություններ անել, օրինակի համար որն է եղել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը։ Հիմա իհարկե մեծ քայլ է արել Փաշինյանը, ես իդեպ ողջունում եմ։ Ես հələ չգիտեմ այդ հրապարակված Ես 19-ի հունիսին ներկայացված փաստաթուղթը բացեցի, գրված է մենք
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայն ենք, որ եւ այլը եւ այլը։ Այսինքն սա Սերժ ոտի վրա եկեք չվերլուծենք, հա։ Հա, միանշանակ։ Դա կներես արդեն լրիվ նիկոլական ռոպագանդայի մեջ ես մտել, որտեվ այդ իր հիմնական բանն է, թեզիսն է, իմ հարցը չէ։ Բանա, այդ նամակը ուղղված էր նախագահներին, ես ինչ հիմարի տեղից քեզ դրել։ Այդ նամակը ուղարկված էր Հայաստանի իշխանություններին։ Եթե դու համարում ես, որ դու այդ նամակի ոնց որ բանն ես, հենդլանողը, այդ նամակի գլխավոր զբաղվողը զբաղվեիր։ Եթե համարում ես, որ չէ, քանի որ գրած է նախագահ, այդ ֆորմալ մենակ առիթով պետք է ուղարկել Վահագն Խաչատուրյանին, ուղարկեիր Վահագն Խաչատուրյանին։ Չէ, ուզում եմ ասել Սերժ Սարգսյանից ինձ տրված ժառանգությունը սա է։ Բայց կհետազոտենք ինչ ժառանգությունն է։ Նախ սխալվում եք, ուրեմն ինչ որ ինքը հրապարակել է, չէ։ Այն ինչ որ Սերժ Սարգսյանին է ներկայացել, նույնը ինձ է ներկայացել։ Սուտ ասում։ Դուք էլ կտենաք, կկարդաք կտենաք որ սուտ է, որտեվ 2019 թվի պլանը տարբերվում է մյուս պլաններից։ Այսինքն Փաշինյանի օրոք լրիվ ուրիշ պլան է ներկայացվել։ Առաջին անգամ այդ պլանի մեջ խոսքը գնացել է, դա էլ որտեղից գիտենք, որովհետև այդ պլանի նկարագրությունը կա Ռուսաստանի Դաշնության պաշտոնական սայթում MIDI 2021 թվի հունվարի 14-ի բանն հրապարակումն է Պապովի կողմից։ Առաջին անգամ պրակտիկայի մեջ դրվել է պլան, որտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծումը կապվում է Քելբաջարի բանի այդ վերադարձնելու հետ։ Սա բան չէ եղել։ Կոնկրետ այդ կապը ստեղծված է։ Իսկ ինչ էր դա նշանակում։ Դա նշանակում էր, որ դու կարայր պահեիր Քելբաջարը այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը ստիպված չէր լինի քեզ բավարարող զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Այսինքն դա փայլուն մի հատ պլան էր ու այդտեղ ծագում է հարցը։ Եթե դու դες պլան ստացել ես, ու ես ուզում եմ հիշեցնեմ, այդ պլանը բան ես արել, թաքցրել է ժողովրդից։ Դու այն ժամանակ ասել ես, որ ոչ մի պլան չկա։ Հիմա բացվեց իր ստախոսությունը։ Հիմա մեկը տալու է այդ հարցը։ Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակել է 2019 թվի պլանը, քեզ ներկայացված։ Մյուս կողմից դու ասել ես, որ ոչ մի այն ժամանակ 19 թվին, 20 թվին պատերազմից առաջ դու ասել ես եւ պատերազմից հետո ասել ես ոչ մի պլան չի եղել։ Չկա պլան։ Հիմա ծագում է երկու հարց, նախ ինչ ես խափել թաքցրել ժողովրդից, կարող է այդ պլանը դու ինչ որ չափով ներկայացնել ժողովրդին, ժողովուրդը լավ էլ աջակցեր, եթե ճիշտ համարում էր ճիշտ պլան։ Եվ երկրորդ հարցը։ Իսկ դու ինչ ես պատասխանել այդ պլանին։ Հուսանք նա կպատասխանի։ Հրապարակել է։ Չէ, չկա։ Այս ցուցակում չկա։ Ուրեմն կարդացի չկա։ Ահա, որտեվ ինքը նորից թաքցնում է իր գլխավոր հանցագործությունը։ Ես կրկնում եմ, սա շատ կարևոր է։ Մենք պահանջել ենք պլանը եւ պատասխանը։ Եթե ինքը հրապարակում է միայն պլանը, դա արդեն մեծ նվեր է եւ մենք դրանից շատ հեռու գնացող եզրակացություններ կանենք, բայց մեր ժողովուրդը ճշմարտության մասին կիմանա մենակ այն դեպքում, եթե երբ որ ինքը հրապարակի մեր պաշտոնական պատասխանը այդ պլանին։ Շատ լավ, իսկ եթե չկա այդ պատասխանը, բանավոր է եղել կամ ընդհանրապես չեն բանակցել, որովհետեւ եթե չկա, հպում չի եղել, դա ավելի սարսափելի բան կնշանակի։ Դա կնշանակի, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է բանակցություններից, բացելով պատերազմի դուռը։ Շնորհակալ եմ, պարոն Զուրաբյան, այս փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո ինձ թվում է հուսամ ձեզ էլի կլսենք, այստեղ կամ այլ։ Այդ փաստաթղթերը ինձից լավ երևի շատ քչերը գիտեն ընդհանրապես։ Նկատի ունեմ միջև հիմա հրապարակված փաստաթղթերը, ընդհանրապես այդ բանի բանակցությունների տրամաբանությունը եւ այլն, հենց որ այո, իհարկե ես մեծ հաշվով կմասնակցեմ բոլոր այդ բանավեճի կմասնակցեք ԿՊԱ-ականների հետ։ Ում հետ կուզեք բանավեճ։ Փաշինյանի, ինչ վատա որ։ Ասենք ինչ ա եղել։ Փաշինյանը ինչ որ մոլուցք։ Նայեք, մի բան ասեմ, այս բանավեճի հարցով մի բան ասեմ։ Ինչ ուզում եք ասեք, այս բանավեճը գնում է։ Հա, գնում է, հաստատ։ Չէ՞։ Հա։ Կողմերը ներկայացնում են իրենց փաստարկները, բայց այսինքն լավ էլ բանավեճ է գնում։ Ավելին ձեզ ասեմ, այս բանավեճը արդեն տվել է շատ լուրջ արդյունք։ Այսօրվա հրապարակումը դա այս բանավեճի արդյունքն է։ Այսօրվա հրապարակումը մեր պահանջի արդյունքն է։ Այսինքն մենք արդեն հասել ենք արդյունքների։ Ինքը ստիպված մեր ճնշման տակ, որտեղ խայտարակվում էր ժողովրդի առաջ, ինքը գնացել է այս քայլի։
Հիմա էլի միջև վերջ չի բացել։ Էս էլ կպահանջենք։ Մենք ստիպելու ենք իրան, որ ինքը վերջապես ասի պատասխանը ինչ ա եղել կամ ասի, որ պատասխան չի եղել, որ երկուսն էլ կարևոր հետևանքներ կունենան։ Բայց բանավեճը գնում է, ինչ ա ուզում ինքը, ինչ բանավեճ ուզում։ Բանավեճը ընթանում է։ Լավ էլ արդյունավետ, հա, այսինքն ինքը ուզում է բանավեճի մի կոնկրետ տեսակ, որտեղ ինքը ուղիղ եթերում կհայտնվի 3 նախագահների հետ։ Այդ ինչ է, բանա, կապրիզա, ինչ կմաճուկ է։ Այսինքն ինչ ես դու տեն, հենա լավ էլ գնում է առաջ բանավեճը։ Իսկ եթե դու մոլուցք ունես անպայման, ասենք ուզում ես ինչ-որ բան ուղիղ եթերում ապացուցես, մարդ ես էլի, հիմա կարող է հիվանդագին տես մի հատ բան ունես։ Ես պատրաստ եմ գալ այդ բանավեճի ներկայացնել Տեր-Պետրոսյանի կողմը։ Պատրաստ եմ։ Փաշինյանի հետ կբանակցեք։ Հաճույքով։ Որտեվ այս իսկապես ամենակարևոր բանավեճն է։ Շատ լավ։ Ամենակարևոր բանավեճը։ Փաշինյանին ասեք, ես պատրաստ եմ Տեր-Պետրոսյանի կողմը ներկայացնել, ազգային կոնգրեսը ներկայացնել այդ բանավեճում։ Գամ հաճույքով բանավեճեմ։ Մենք էլ կկազմակերպենք։ Ինձ լավ ոչ ոք չգիտի այս բաները։ Մենք միշտ պատրաստ ենք բանավեճի հարթակ տրամադրել եւ հարցազրույցներ բոլոր քաղաքական ուժերին։ Շնորհակալ եմ, պարոն Զուրաբյան։ Շնորհակալ, սպասում եմ բանավեճի Փաշինյանի։ Դե եղավ հրապարակային, ես կփորձեմ անձնական զրույցներում էլ հասցնել։ Որտեղ ուզի դեպ, հանրային եթերում, Պետրոսի վարմամբ, չգիտեմ, էդ էլ ասեմ ձեզ, էդ էլ ասեմ։ Այնուամենայնիվ, ուրեմն ես հիմա սրա մասին նաև հրապարակում կանեմ։ Ես հանրային հեռուստատեսություն պարբերաբար ստացել եմ հրավեր, գնացել եմ հենց Պետրոս Ղազարյանի հաղորդմանը։ Այդ դեպ 19 թվից հետո բացվեց, չէ, 18 թվից հետո բացվեց, իբր թե մենք ժողովրդավարական երկիր ենք, մեզ արդեն տրամադրում էին այնտեղ։ Պետրոսը պարբերական ինձ հրավիրում էր, ասենք առնվազն տարին մեկ անգամ։ Ես այդ ցուցակն էլ կհրապարակեմ։ Այդ ամեն ինչը տևեց մինչև 23 թիվը։ 23 թվից հետո ուղիղ այն բանից հետո, երբ որ մենք կորցրեցինք Արցախը, ինձ դադարեցին այնտեղ հրավիրել։ Իդեպ ես իմ ելույթներում զգուշացրել եմ դրա մասին։ Կարող է իրանց ձեռ չի տալիս, որ ես ճշմարիտ դուս եկա այդ բանավեճում, բայց փաստը մնում է փաստ։ Ես չեմ էլ կարծում, որ Պետրոսը ինձ չի հրավիրում։ Ես շատ լավ հասկանում եմ ինչա տեղի ունեցել, դա տաբու է դրված։ Հիմա կարող է տաբուն էլ հաղթարենք, թող կանչի Պետրոսը, կանչի Նիկոլ Փաշինյանին ու ինձ, ես էլ կգամ որպես Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, որտեվ ես գիտեք ինչ, այդ բոլոր բանակցությունները ես մասնակցել եմ, ես եղել եմ այդ Մինսկի խմբի համանախագահների հետ, այդ բոլոր հանդիպումներին, բոլոր այդ փաստաթղթերը անգիր գիտեմ։ Հասկանում եք, եթե ինքը իսկապես ուզում է խորանանք այդ գործի մեջ։ Ես պատրաստ եմ ուղիղ եթերում։ Շնորհակալ եմ, պարոն Զուրաբյան։ Հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Լևոն Զուրաբյանին։